Մեր հացն ուտող և ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում, մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլի մեկ-մեկու անվերապահորեն սիրել, ներել, հանդուրժել չսովորեցինք։ Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկ-մեկու գլուխ ջարդել, 5 րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել, ազգ չենք էլի, կես ժամ հետո վանկարկել միացում, 1000 անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս ուրիշ, մեկելներս ու էն մեկելներս լրիվ ուրիշ։ Մինչդեռ հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչը այսօր առավել քան երբևէ պարտավոր են մեկ-մեկու հանդուրժել, օգնել, դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարը, ու գիտնականն ու կառավարիչը, և ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ որակ, այլ ելք մենք չունենք։ Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից, վախենում եմ մեր խելքի չգալուց։ Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց։ Վազգեն Սարգսյան